Կողջունենք ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, սիրելի քույր եղբայրներ, մի քանի վարգաններեն պիտի սկսենք մեր ուղիղ եթեր ծառայությունը։ Եվ ցեզի պիտի հրավիրենք, որ ընկերներ, բարեկամներ, ծանոթներ, անոնք որ ունիք, բոլորը կանչեցեք, որ այս գեղեցիկ վարգանները անցնենք իրար հետ, Տիրոջ խոսքը պիտի սերտենք եւ միասին դերտանք առաջ իր փառքին համար։ Ուրեմն մի քանի վարգաններեն կվերակտնենք իրար, կանչեցեք ինչպես ասի բարեկամներ, ընկերներ, բացեք ձեր սուբկիպները, գործ արաքելոց 8-րդ գլուխ պիտի շարունակենք մեր սերտողությունը։ Ուրեմն մի քանի վարգաններեն կվերակտնենք իրար։
խորհրդական հավիտենականության հայր սքանչելի խորհրդական հավիտենականության հայր խաղաղության իշխան ով զոր Աստված քո արքայություն չունի սահման բարձր է քո անունը բոլոր անուններից զորությունից տերություններից հավիտյանս հավիտենից թագավորելու ես տերտերած հավիտյանս հավիտենից թագավորելու ես տերտերած դժնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր դժնամությունը քանդեց հոր հետ մեզ հաշտեցրեց իր արդարությունը մեզ տվեց ամեն ծուն թող ծրվի ամեն լեզու դավանի Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Տեր Հիսուս Քրիստոս Մեսիա մեր հզոր Բարավորվի երրորդության մեր Աստվածը, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, բարի եկաք սիրելի քուրեղբայրներ, մեր այս ուղիաթեր ծառայությանը, որ կսպրվի Փարիզեն, ցեզ գործնենք Հիսուսի անունով, ուրախ ենք, որ Աստված մեզ բահեց այս շաբաթ, ինչպես գիտեք, անցյալ շաբաթ Հայաստան էի, դարբեր աշակերտության ծառայություններով, Փառք Տիրոջը եւ դարբեր այցելություններով եւ քարոզներով անշուշտ, Փառք Տիրոջը, որ դեր մեզ բահեց, որովհետեւ մենք շարունակենք մեր այս Քեղեցիկ սովորությունը Տիրոջ ներկայության մեջ Տիրոջ խոսքը ցերդելու, օրտնելու, պարապանելու, երկրբակելու, ամենակարող Աստծո ճշմարիտ հոգիով ապրելու եւ այն ճիշտ հոգին մեջ քայլելու օրեօր։ Բարավորվի մեր Տերը, շնորհակալ ենք Տիրոջ, որ Տերը ցեզ բայեց եւ այսօր այստեղ եք։ Տերը առաջնորդի ամեն մեկը ձեր մտքին մեջ, ձեր քայլին մեջ, ձեր ընտանիքները, զավակները, թորնիկները լան Տիրոջը ներկայության մեջ օրտնված։ Եվ Տիրոջ խոսքին համաձայն քայլենք, ինչպես կսե իմ խոսքս հավիտյան պիտի մնա։ Երկինքն ու երկիրը պիտի անցնին, բայց Տիրոջ խոսքը հավիտյան պիտի մնա։ Ուրեմն քո այսօրվա բոլոր խնդիրները, դժվարությունները, մտահոգությունները կանցնին, բայց Տիրոջ խոսքը կմնա հավիտյան։ Եվ այդ խոսքն է, որ քեզ կյանք կուտա, եւ այդ կյանքը քեզ կապրեցնե մինչև այդ քո կյանքիդ նպատակը, որն է Քրիստոսի նմանվիլ։ Աստվածը ստեղծեց քեզ իր պատկերով, որպես իր պատկերին նմանիս։ Մեղքը եկավ եւ քանդեց, բայց Հիսուս Քրիստոս եկավ, որպեսի այդ ինգածներուն, քանդվածներուն կյանք տա։ Փառք ըլլա երրորդության մեր Տիրոջը։ Հալելույա։ Ուրեմն, սիրելի քուրեղբայրներ, Սաղմոս 105, նայեցեք ինչ գեղեցիկ համարներ ունի սկիզբը։ Կոհացեք Տերոջմեն, անորանուլը գանչեցեք, անոր գործերը ժողովուրդներուն մեջ պատմեցեք, երկեցեք անոր սաղմոսսեք, անոր պատմեցեք անոր բոլոր հրաշքները ու անոր սուրբ անունովը հպարտացեք։ Տերը խնդրողներուն սիրտը պիտի ուրախ ըլլա, Տերը ու անոր զորությունը խնդրեցեք, ամեն ժամանակ անոր երեսը փնտրեցեք։ Այս Սաղմոսի մեջ հպարտանալը, երկելը, կոհանալը, փառք տալը Տիրոջը, անոր սուրբ անվան մեջ մնալը, գաղտնիքը գիտեք ինչ է, խնդրել Տիրոջ ներկայությունը մեր կյանքի մեջ։
Եվ որ ամեն ժամանակ անոր երեսը կպնդրես, անժամանակ դուն երկող մարդ բիդելլաս, դուն բարձենաս քո կյանքովդ Հիսուս Քրիստոսի հետ քայլելով, եւ ամեն ժամանակ իր երեսը պիտի պնդրես, դու պիտի հասկանաս կյանքին իմաստը, ուղղությունը, ճշմարտությունը, քո կյանքդ պիտի լա երկ, քո կյանքդ պիտի լա վկայություն, հրաշքներու, օրհնություններու, ինչպես կսե, անոր բոլոր հրաշքները պատմեցեք, դու պիտի ճաշակես Տիրոջ հրաշքը, երբ իր երեսը կպնդրես։ Այո, գաղտնիք այստեղ է մարդուն ճշմարտությունը, մարդուն ապրելակերպը, մարդուն հաղթությունը գուկա, երբ ամենակարող Աստծո երեսը կպնդրե, ասել է իր ներկայության մեջ, իր ճամփան, իր խոսքը, Տիրոջ ցայնը լսելու համար կքայլե։ Ամեն ժամանակ անոր երեսը պնդրեցեք։ Ամեն ժամանակ նեղության մեջ, ուրախության մեջ, դգարության մեջ, ցավի մեջ, մտահոգության մեջ եւ այս կամ այն հարցերի մեջ ամեն ժամանակ անոր երեսը պնդրեցեք։ Գաղտնիք այդտեղ է, երբ իր երեսը կպնդրես, վստահ եղիր, որ իր երեսը պնդրողները երբեք չեն ամաչնար։ Օրհնյալ է մեր Տերը, որ մենք կրնանք քայլել այսօր իր ճշմարտության մեջ։ Օրհնյալ է մեր Տերը, երբ որ իր խոսքին համաձայն կքայլենք, կտեսնենք իր կորձերուն մեծությունը մեր ամեն օրվա փոքրիկ կյանքին մեջ, մեր փոքրիկ դժվարություններուն մեջ, մեր ամեն օրվա վազկերուն մեջ կտեսնենք Տիրոջ հրաշքը, մանր հրաշքներ, փոքր վիճակների մեջ երբեմն, բայց երբեմն մեծ արդյունքներ։ Դերը ու անոր զորությունը խնդրեցեք, պատմեցեք անոր հրաշքները, անոր անունովը հբարդացեք, դերը խնդրողները ուրախ պիտի ըլլան, ինչու, քանի որ ամեն ժամանակ անոր երեսը կպնդրեն, պիտի կոհանան, պիտի երգեն, պիտի գանչեն անոր անունը, անոր գործերը ժողովուրդներու մեջ պիտի պատմեն, պիտի ցնծան եւ ուրախանան, քանզի Տիրոջ երեսը տեսնողը միշտ երկնայինով կքայլե եւ ոչ երկրային դժկոհություններով, երկրային խաբեբայություններով եւ ինչու՞ չէ երկրային հուսախաբություններով, որ մենք կտեսնենք այսօր այս մեր ամեն օրվա կյանքի մեջ։ Դերը օրհնե եւ իր օրհնությունը բահե քո վրա այսօր իմ սիրելի քույր եղբայր, որ գեհդեվիս այս ուղի եթերին, արժան է դերը ստանալու փառքը եւ պատիվը, արժան է դերը ստանալու մեր աս երկերով, աուտներով, Տիրոջ ներկայության Սուրբ Հոգին այցել է քեզ, ինձ բոլորս, Տիրոջ ներկայությունը քո վառե քո ներսդ, որովհետեւ դու երկես, պատմես, ուրախանաս, ցնծաս քո այսօրվա ցավերուտ մեջ, ինչու Երբ որ արևին գտեսնես, արևին դակությունով գայրիս, այդպես հավատացյալ է, որ ամեն ժամանակ Տիրոջ երեսը կպնդրե, իր երեսեն գուկա իր մեջ այդ օրհնությունը, այդ ուրախությունը եւ այդ կյանքի նպատակը, այս է որ կմաղթեմ քեզ համար, Հիսուսյանով գաղութենք դեր Սուրբ Հոգիով, այսօր այցելես այն բոլորը, որ հիմա կհետևին, որպես իրենց ներսը քեզ պնդրե եւ քո Սուրբ Հոգին այցելես իրենք բժշկելու, օրհնելու, փոխելու, մաքրելու, որպեսի ցնծության երկեր երկեն, որպեսի պատմեն այն հրաշքները, որ այսօր իրենց կյանքին մեջ պիտենես։ Այո, փառք ես Տեր իմ Աստված, որ դու նույն ես երեք այսօր հավիտյան, անշարժ ճշմարիտ հավատքի մեր զորություն դուր, որպես այդ հավատքը գաբենք քեզ, դու որ ես եւ բիդելլաս հավիտյանս հավիտենից նույնը։ Փառք երրորդության Տիրոջը։ Հալելույա։ Եկեք լսենք այս երգը եւ գվերակտնենք իրար Գործ արակերոց պիտի շարունակենք սերդելու, պատրաստված ձեր քիրքերով, դեդրակներով, գրիչներով, ձեր աղոթքի հոգիով, խոնարհությամբ Տիրոջ խոսքին առջև ձուն ծրենք եւ փոխվենք եւ ուրախանանք Տիրոջ մով։ Հալելույա։ Գվերակտնենք իրար։ Arժանես, դու իմ Տեր արժանես, դու իմ Տեր արժանես, փառք ու պատվի, դու իմ Տեր արժանես, դու իմ Տեր արժանես, դու իմ Տեր արժանես, փառք ու պատվի
Parques inter, parques inter, Jesus. Parques inter, parques inter, Jesus. Arjanes, tu Jesus Arjanes, tu Jesus Arjanes, parku patvi, tu Jesus Arjanes, tu Jesus Arjanes, tu Jesus Arjanes, parku patvi. Parques inter, parques inter, Jesus. Parques inter, parques inter,
Հալելույա, այո, փառք մեր Տիրոջը իր մեծության եւ մեծապարության համար։ Հալելույա, փառավորվի Տերը։ Փառք իսկապես Աստծո խոսքին համար, որ մեզ հասած է եւ այս խոսքի վրա մնացողին երանի։ Երանի, որ Աստվածաշնչյան խոսքի վրա մնացողներուն, անոնք որ ոչ աճ եւ ոչ ցախ, ոչ մարդկայինը, ոչ հարստությունը, ոչ կրոնագանը, ոչ դիսապանությունը, ոչ ավանդությունը, ոչ սովորությունները, այլ Աստծո խոսքին վրա բավարար է գրած է։ Երկրորդ Թիմոթեոսի մեջ կսե Աստծո խոսքը բավարար է մարդը շտկելու, մաքրելու եւ մարդուս հաճելի մարդ դարձնելու Աստծո առջև։ Բավարար է։ Եվ անոր համար է որ կտեսնենք Աստծո խոսքը մեկ կողմ դրած մարդիկ մի քանի բաներ գիտեն, սովորություններ եւ ավանդություններով գքայլեն եւ անոր համար է որ Հիսուսի խոստումը որ գսե ես ցեզ հետ եմ կացեք աշխարհ ավետարանեցեք աշակերտեցեք հրաշքներ օրտություններ փոփոխություններ բիդլան եւ սատանայի ցերկը պիտի քաշվի շատ մարդկանց վրա են այդ բանը մենք չենք տեսներ ինչու քանի որ մարդիկ միայն այս խոսքով չէ որ գքայլեն հալելույա ուրախ եմ որ դու այս խոսքով գուզես քայլել եւ անոր համար դու այստեղ ես այո ավետարանի խոսքն է որ պիտի փոխե քեզ քո մտածելակերպդ քո մարդկայինդ եւ քեզ պիտի բերե այն նպատակին որուն համար Աստված դեր քեզի կյանք ու դավոր ապրես հալելույա օրհնյալ է մեր Տերը ուրեմն կորց արաքելոց ահավասիկ կշարունակենք 8-րդ գլուխ համար 26-ն սկսյալ Գեղեցիկ է կորց արաքելոցը, բատմական է կորց արաքելոցը, եւ որ գսե կորց արաքելոցը ասել է այն բոլոր կորձերը, որ դերը գդարեց արաքյալներուն ցերկով։ Բայց եկեք ավելի ասենք կորց սուրբ հոգվույն։ Քանի որ սուրբ հոգին է որ կորձե կորց արաքելոց քիրքին մեջ։ Եվ սուրբ հոգին կորձե արաքյալներուն միջոցով, կորձե դարբեր ծևերով Եվ այն Սուրբ Հոգին կորձը, որ սկսած է այստեղ, չվերջացավ։ Երբ կորձ արաքելոց քիրքը կփակենք, Սուրբ Հոգին կորձը չենք փակեր։ Այլ Սուրբ Հոգին սկսավ կորձ արաքելոց քրքեն այդ 35 թվականներեն, 30-35 թվականներեն, մինչև այսօր։ Նույն Սուրբ Հոգին է, որ կորձե։ Նույն Սուրբ Հոգին է, որ շարժե այս աշխարհը եւ կպատրաստե Հիսուս Քրիստոսի հետևորդներուն զինք դիմավորելու քանզի դերը ահավասիկ պիտի կա ուրեմն երբ մենք կորձ արաքելոցը կգարտանք եւ գսերդենք բատմական քիրք չէ որ գսերդենք այլ մեր պատմությունն է Հիսուսի հետևորդներու պատմությունն է կորձ արաքելոց քիրքը մեր ամենօրյա շարժումն է որ կորձ արաքելոցը մեզ պիտի սորվեցնե Սուրբ Հոգին սկսավ իր կորձը հալելույա եւ իր ավարտին պիտի հասցնե եւ Հիսուս պիտի վերադառնա մենք հիմա գրնան գսել ուրեմն որ մենք կորձ արաքելոցի մեջ ենք հիմա մենք հիմա գաբրինք անոնք որ անշուշտ հավատարիմ են այս խոսքին գաբրին ինչ որ գրված է այստեղ Կազի Սուրբ Հոգին չթատրեցավ աշխատել է։ Սուրբ Հոգին չթատրեցավ մարդկանց ապաշխարություն տալ է։ Սուրբ Հոգին չթատրեցավ հրաշքներ կատարել է, ինչ որ շատեր կգարձեն։ Սուրբ Հոգին իր կորձունեությունը եւ իր փառքը չտվավ ոչ մեկ մարդկանց, այլ ինքն է որ կկորձե այսօր այն պայմանով որ վերստին ծնված հավատացյալը խոնարհությամբ Սուրբ Հոգին դեղ տալով Բիդի քայլե Սուրբ Հոգիով եւ մարմինի ցանկությունները բիդի չկատարե անժամանակ Սուրբ Հոգին բիդի կորձե մենք չենք կորձողը մենք չենք իմաստունը մենք չենք հավատացյալ զորավոր մարդիկ այլ երբ որ մենք կխոնարհենք ամենակարող Աստծո ցերկին առջև Սուրբ Հոգին ինքը կկորձե մեր միջև այսօր Սուրբ Հոգին շատ մը եկեղեցիներու մեջ չկորձեր քանի որ այդ եկեղեցի ըսված մարդկանց գլուխները ապատասխանադուները եւ շատ հետևորդները ոչ թե շեշտը դրած են ամենակարող Աստծո խոսքին վրա, այլ շեշտը դրած են իրենց դիսապանություններու, իրենց կարծածներու, իրենց վարժություններու եւ իրենց սովորություններու վրա եւ գիտեք ես ամեն չորեքշաբթի այս բանը գսեմ
բոլոր եկեղեցիներուն մեջ այդպես բաներ կա։ Չկա մեկ եկեղեցին, որ մյուսեն լավ է։ Այստեղ ես չեմ կարոզեր այս կամ այն եկեղեցին։ Ես չեմ հարցագիր այս կամ այն եկեղեցվո։ Ես չեմ անբադվեր ովևէ մեկ ծառայող, ես միան գսեմ ահավասիկ ճշմարտությունը։ Աստուծո Քրիստոս Հիսուս Քրիստոսի մարմինը այսօր կապրի աշխարհի 4 կողմը Սուրբ ոգին կգործե, ապաշխարություններ, փոփոխություններ, զղջումներ եւ հրաշքներ կբադային։ Միայն այդ մարդկանց, որոնք այս խոսքի ճշմարտությունով կքայլեն խոնարհությամբ եւ թույլ կտան, որ Սուրբ ոգին գործե իրենց մեջ։ Ուրեմն չեմ գիտեր դու ինչ տեսակ եկեղեցի մեջ ես, ինչ տեսակ եկեղեցվո գնայիս կամ կպատկանիս, այդ բոլորը մեկ կողմ դու նայիր ամենագարող Տիրոջ մարմինի ճշմարիտ եկեղեցին վրա։ Դիեզերական եկեղեցին, որ այո ունի իր տեղական եկեղեցիները եւ իմ մաղթանքս այդ է որ ամեն ուր որ մեր հայ ժողովուրդը գա, այդտեղ գտնվի փոքր առողջ Սուրբ ոգիով ապրող մարդիկներ, որովհետեւ իրենց միանալով դու պիտի կարողանաս մեծնաս, զորանաս եւ դու վգալաս Տիրոջը։ Գործ Առաքելոց 8-րդ գլուխ 26-րդ համարենը սկսյալ։ Անցյալ անգամ մենք տեսանք ինչպես Ֆիլիպոս այդ 7 ընդրյալներեն մեկը, որ ընդրվեցան բարձ սեղաններու ծառայություն ունելու, մեկ կորեն բարձ գործ եկեղեցիի մեջ, բայց իրենք եղան ավետարանիչներ, ինչպես Ստեփանոսը, այդպես էլ Ֆիլիպոսը, եւ անցյալ անգամ տեսանք Ֆիլիպոս ուրեմն գղրգվի Սամարիա, այդտեղ մեծ ապաշխարություններ, մեծ հրաշքներ, մեծ գործ կսկսի, Ֆիլիպոսին կպատվեն, Ֆիլիպոսին կընդունին, Ֆիլիպոս քարոզչական գործը, ուսուցողական գործը կսկսի, ամեն ինչ առաջ կերտալ, լավ որոշված տեղ, ուրախ Ֆիլիպոս կծառայե եւ ահավասիկ Տիրոջը հրեշտակը Ֆիլիպոսին գուկա համար 26։ Տիրոջը հրեշտակը Ֆիլիպոսին խոսեցավ ասելով. Ելիր եւ քնա հարավային կողմը, այն ճամփան, որ Երուսաղեմեն դեպի Գազա գիչն է, որ անաբադ դեղ մնե։ Գեղեցիկ այստեղ, երբ կտեսնեմ Տիրոջը հրեշտակը գուկա եւ Ֆիլիպոսին կարծեք հանգիստը կխանգարե։ Ֆիլիպոս հանգիստ ծառայության մեջ, նորը սկսած ծառայություն, ժողովուրդ կապաշխարեն, հրաշքներ գլամ, Երուսաղեմեն Պետրոսը գուկա եւ գործնե այդ գործը, հոյակապ գործ կսկսի եւ հրեշտակը գուկա եւ գսե այդտեղ են դուրսել քնա անաբադ։ Ինչու անաբադ երթամ։ Լավ էր այստեղ։ Լավ ծառայություններ կան։ Ժողովուրդը կշատնա։ Դերը գսե քնա անաբադ։ Սիրելի քույր եղբայրներ, ավասիկ այստեղ գսորվինք Աստծո հնազանդ ծառան։ Գթողնե եւ գերտա անաբադ տեղը։ Անալ գսե ելավ եւ քնած։ Չգապված էր այդ Ֆիլիպոսը գապված չէր այդ հաջողության։ Գապված չէր այդ ժողովրդին, գապված չէր այդտեղի մեծ օրդություններուն, ինքը գապված էր Սուրբ ոգին։ Եվ երբ որ Սուրբ ոգին կսե շարժիր կշարժի, նստիր կնստի, ել այդտեղ գելլե, քնա անաբադ, կերտամ անաբադ։ Ահավասիկ կտեսնենք օրինակը, օրինակելի Աստծո ծառային։ Երանի ամեն մեկ հավատացյալ աշակերտի նման հնազանդ ըլլան, ոչ թե փնտրենք մեր հանգիստը, այլ փնտրենք հնազանդություն ամենագարող Աստծոյին, երբ կսե այդ հանգիստեն դուրս ել եւ կնա անաբադ։ Զարմանալի էր անաբադ պիտի երթար, բայց Աստված գիտեր ինչ գործ պիտի դներ Ֆիլիպոսին հետ։ Այսօր երբ կտեսնենք առաջնորդներ, հոգևոր առաջնորդներ, որ իրենց փառքը կփնտրեն, իրենց անուններուն մասին կմտածեն, իրենց եսի մասին, իրենց ծառայությունների մասին, իրենց ծառայությունները մեծնալու մասին այնքան կմտածեն, որ դեռևս ուրիշ ծառայողներու կհարվածեն, այսպես բաներ ամեն տեղ մենք կտեսնենք եւ կլսենք դժբախտաբար, բայց անոնք օրինակելի չեն։ Օրինակելին այստեղ Ֆիլիպոսն է, երբ ինքը իր հանգիստը չփնտրեր,
իր ծառայության նույնիսկ հաջողությունը չփնտրեր, ինք պարզապես ուր որ պետք է ըլլա այնտեղ կփնտրե, երբ Տերը իրեն գսե հոն, ինք կերտ այնտեղ, երբ Տերը գսե այստեղ, ինքը կա այստեղ։ Մեծ թաս մեզի մեր կյանքի նպատակը մեր հաջողությունները չեն, նույնիսկ եթե այդ հաջողությունները հոգևոր հաջողություններ են։ Եվ ինքն ալկնած անաբադ, եւ ահա Եթովացի ներքինիմը Եթովացիներու գանտագա թակուին մեկ բաշտոնյան, որ անոր բոլոր կանցերուն վրա էր եւ Երուսաղեմ եկեր էր երկրբակություն ընելու։ Եթովացիները շատ գաբ ունեին հրյաներու հետ, մեծ պատմական դրվագներ են ասոնք։ Եվ ավասիկ Եթովացի, որ հրյական հագում ունի, եկած էր Երուսաղեմ բաշտամունք ընելու, հոգևոր միտքով, ինք մեծ մարդ էր, կանցաբահ թակուին, բայց հավասիկ եկած էր, քանի որ սրտի մեջ կար հոգևոր փափակ։ Բան չէր գիտեր, բայց հոգևոր փափակ կար, եկած էր Երուսաղեմ բաշտելու, երկրբակություն ունելու, դիրոջ մեզ սորվելու, եկած էր այնքան հազարավոր կիլոմետր անտին իր դունը թողած, եկած էր հոգևոր փամը ստանալու։ Մենք ևս այստեղ գտեսնենք երկրորդ թասը մեզ, որքան պատրաստ ես դու սիրելիս, Աստուծո հոգևոր բաներ սորվելու համար քո հանգիստը փոխես։ Այս մարդը այնքան տրամ ուներ, որ գրնար խնդրել իր ծառաներուն, որ Երուսաղեմեն մի քանի քահանաներ բերեին եւ ինք իրեն սորվեցնեին։ Տրամով գրնար ուսուցիչներ բերել, բայց ինք ուզեց երթալ, ինք հրավային քայլը, որպես Աստծո մեկ փոքր բամը, քոնե բամը սորվի իր կյանքին մեջ, բամը փոխվի իր կյանքին մեջ։ Կտեսնեք ինչ բաներ ունենք սորվերիք այս ներքինի Եթովացիեն եւ Աստված կհարգե զինք փնդրող մարդուն։ Քիչ առաջ կարդացինք Սաղմոս 105-ը։ Անտատար դիրոջ երեսը փնդրեցեք։ Ուրախություն, ազատագրություն, հրաշքներ, վկայություններ պիտի ըլլան քո կյանքիդ մեջ, ինչու եթե դիրոջ երեսը կփնդրես։ Ահավասիկ մարդը եւ քինին այստեղ դիրոջ երեսը փնդրող մարդ եկավ Երուսաղեմ։ Եվ զարմանալին, երբ ամեն ծիծապանությունները վերջացան, եւ այստեղ գուզեմ շեշտը տնել, որ օրերով ինք մնաց Երուսաղեմ ծիծապանություններու ուխտակնացության, եթե գուզեք, բայց ահավասիկ կվերադառնա դադարք։ Կարդանք տեսեք, անգե ետ կդառնար ու իր գարկը նստած Եսայի մարգարեին քիրքը կգարտար։ Սուրբ ոգին ըսավ Փիլիպոսին, մոդեցիր եւ այդ գարկինքով քնա։ Փիլիպոսալ վազելով մոդը քնած ու լսեց, որ Եսայի մարգարեին քիրքը կգարտա եւ ըսավ իրեն. Գարտացածդ կհասկնաս արդյոք։ Անալ ըսավ, ինչպես կրնամ հասկանալ, եթե մեկը ինձի չարաչնորթե ու աղաչեց Փիլիպոսին, որ ելլե գարկին մեջ իր քով նստի։ Ահավասիկ հարուստ մարդ եկած է Երուսաղեմ երկրբակություն ունելու, հոգևոր օրհնություններ ստանալու, եկած է Երուսաղեմ, որպեսզի հոգևորապես նորոգվի, գվերադառնա իր դունը, բայց ոչ մեկ բան ստանալով։ Ծիսապանությունները, գրոնասիրությունը, ավանդությունը, գրոնական ծիսապանությունները մեր սրտերը չեն փոխեր։ Լավ լսեցեք, ուխտակնացությունները քո սիրտը չի փոխեր։ Գեղեցիկ տաճարներուն մեջ քո սիրտը չի փոխեր։ Գեղեցիկ երգեր լսելով քո սիրտը չի փոխեր։ Գեղեցիկ քարոզ լսելով քո սիրտը չի փոխեր։ Ահավասիկ այս մարդը դխուր կվերադառնա, բայց իր մեջ կա այն փափակը, որ Աստծո խոսքը,
Աստծո խոսքը փափակ էր Աստուծմե բան ստանալու, ոչ մարդոցմե, ոչ քահանաներեն, ոչ շենքերեն, ոչ տաճարներեն, այլ Աստուծմե։ Երանի այսօր մեր հայասկին մեջ քիչ ավելի շատ նային այդպես մարդիկ, քան թե երթան եկեղեցի շենքերն բادرը համբուրելու, սպասեին եւ դեսնեին եւ փնդրեին Տիրոջ երեսը։ Քան թե փորձելու որ մի հոգի իր համար պիտի աղոթե, կամ ցերկը վրան պիտի տնե, կամ պիտի օրտնե, ավելի փնդրեր Տիրոջ խոսքը։ Երանի շատնան այսօր մեր հայ ասկին մեջ այսպես փնդրդուկ ունեցող մարդիկներ։ Հավասիկ այս մարդը նստած է իր փարավոր կարգին մեջ, բայց իր հոգին դադարգ է, իր սիրտը դադարգ է, գարտա Եսայի մարգարեն, գարտա, բայց չի հասկնար։ Եվ նայեցեք ինչ գեղեցիկ ձևով Սուրբ Հոգին Փիլիպոսին գհանդիպեցնե այս փնդրող մարդուն։ Այսօր մեր չորս կողմը շատ փնդրող մարդիկներ կան, բայց չեն գիտեր որտեղ են սկսին, ինչ ստանան, ինչ փոխե իրենց մեջ։ Կփնդրեն այս կամ այն շենքերու մեջ ուխտակնացություն գնեն, Երուսաղեմ գերտան, Էջմիածին գերտան, Հռոմ գերտան, այս կամ այն քեղեցիկ սուրբերու շենքերը գերտան, աղոթներ գնեն ասորանոր, իրենց քայլած դեղեր են գքայլեն եւ այլն, բայց գվերաթարնան իրենց դունը դադարք առանց ովևէ բան փոխելու։ Գիտեք ինչու, քանի որ Աստծո Սուրբ Հոգին է որ միան քեզ գփոխե եւ ոչ թե մարդկային դիսապանությունները, գրոնական վայրերը, ուխտակնացությունները։ Եվ մարդիկ հազարավոր տրամներ գծախսեն, որ երթան ուխտակնացության դեսնեն աշինչ հավատացյալին դունը, անինչ հավատացյալին քայլած ճանապարհը եւ տրամ գծախսեն, գողոքնին դունգու կամ պամնալ փոխված չէ։ Բայց այստեղ այս մարդը, քանի որ ծարավ ուներ Աստծո, Աստված ինք իր մոտ բերավ Փիլիպոս ավետարանիչը։ Ինք շատ քահանաներ դեսեր էր, շատ մարդկանց դերևս խոսեր էր, շատ ինչպես եմ բաշտամունքներու մասնակցեր էր, շատ բադարակներու մասնակցեր էր, շատ դիսապանական երկերու մասնակցեր էր, բայց իր սիրտը չէր փոխված։ Մինչև այն ադեն, որ Աստված գուխարգե Փիլիպոս իրեն եւ Փիլիպոսին սրդին գտնե, որ մոդենա այդ փնդրող մարդուն։ Հալելույա։ Աստված փնդրողներուն պատասխան գուտա։ Անորամար գսե դուրը զարգեք եւ պիտի բացվի, փնդրեցեք եւ պիտի գտնեք։ Աստված գտեսնե որքան թուն ծարավ ես իրեն, որքան կհասկնաս, որ հոգևոր կյանքդ գախյալ չէ մարդոցմե, գախյալ չէ եկեղեցիները, գախյալ չէ այս կամ այն դիսապանտենե, քո հոգևոր կյանքդ գախյալ է ամենագարող Աստուծո խոսքեն իր Սուրբ Հոգի միջոցով Հիսուս Քրիստոսի խաչելությունով եւ հարությունով։ Եվ հավասիկ կհասկնաս, ինչ կգարտաս, գսե Փիլիպոս։ Ինչպես հասկնամ, եթե բացադրող չկա։ Սիրելի քույր եղբայրներ, այո մենք սերտողություն գնենք, մենք կկարոզենք, մենք կփորձենք սերդել Տիրոջ խոսքը, կփորձենք ուսուցանել, կփորձենք հասնել ցեզ, բայց գիտեք, եթե դու փնդրող չես, այս ծառայությունները իմաստ չունի քո կյանքիդ մեջ։ Եթե դու փնդրելու սիրտ չունիս, անգերձ ճշմարիտ փնդրելու եթե սիրտ չունիս, Աստված Աստծո խոսքը չի հասնիր քեզ։ Այս մարդը փնդրող էր եւ Աստված Փիլիպոսին ղրգեց։ Սուրբ Հոգին Փիլիպոսին Սամարիայեն դարավ, բերավ անաբադի մեջ, որբեսի այս մարդուն հանդիպեր։ Սամարիա ուրիշ հոգևոր հովիվ չմնաց, գիտեք։ Փիլիպոսն էր։ Աստված այդ բոլոր մարդկանց մե հանեց Փիլիպոսը եւ բերավ այս անաբադ տեղը, որբեսի մի քանի հոգի, քիչ հետո պիտի ասեմ, որբեսի այս եւ քինին բրգվեր։ Աստուծո համար ծարավ սրդերը շատ կարևոր են։ Աստծո համար զինք փնդրողը շատ կարևոր է։ Աստծո համար քեզ գուզե կործածել, որ տերևս թուն երտա շատերուն, փնդրողներուն, ծարավցածներուն։ Եվ ահավասիկ Փիլիպոս ելավ եւ իր կողմ նստավ, համար 32։
Քրքին մեջ կարտացած դեղը այս էր։ Նայեցեք ինչ կգարտար այս Եվքինին։ Ոչխարի պես մորտը լևելով դարվեցավ եւ իր խուզողին արջև մունջ կեցող կարնուգիմը պես իր պերանը չփացավ։ Իր խոնարհությանը մեջ իր տադաստանը վերցվեցավ եւ անով ասկադողմի մասին ով պիտի պատմե, վասնզի անոր կյանքը երգրեն պիտի վերցվի։ Ներքինին պատասխան տվավ Փիլիպոսին եւ ասավ. «Գաղաչեմ քեզի մարգարեն, Եսայի մարգարեն, որուն համար գսե այս խոսքերը, իրեն համար, թե ուրիշի համար»։ Գտեսնեք այս Եվքինին որքան կորձ ուներ, ինքը քանցաբահն էր, բայց ինքը գխանգարվեր, քանի որ Տիրոջ խոսքը գարտար եւ չեր հասկնար։ Գսե գաղաչեմ ինձի բացադրե, ես կուզեմ հասկանալ, բայց չեմ գրնար, ինձ բացադրե, որուն համար էր այս, ինչ կսե այս խոսքը, ժողովուրդ փնդրողը գտնե։ Եթե դու քիչ մը ավելի փնդրես Տիրոջ խոսքի խորությունը, պիտի հասկանաս եւ հայտնություններ պիտի կան, այո, բայց արևանցի երբեմն հազիվ գարտան կանցնենք վրային եւ գսենք, որ ինչ է այս է խոսքը։ Ես գիտեմ։ Երբ որ ես գիտեմ գսես նորություններ դերը չի դար, բայց երբ դու գդարաբիս հասկանալու համար Տիրոջ խոսքը դերը անպայման գահայտնե քեզ։ Եվ նայեցեք ինչ կպատահի 35 համարը Փիլիպոս իր պերանը բացավ եւ կրկին այս խոսքենը սկսելով Հիսուսը կարոզեց անոր։ Հալելույա։ 5 դագարանին մեջ Հիսուսը կար։ Փիլիպոսի պատմությունը չպատմեց, իր անձնական վկայությունները չտվավ, իր գեղեցիկ հրաշքները չպատմեց ինչ եղավ Սամարիայի մեջ այդ մյուս Սիմոն գախարդին, որ Աստված բռնեց եւ այլն եւ այլն, չպատմեց այդ բոլորը, չէ, ինքը պատմեց Հիսուս Քրիստոսը։ Ինչու այդ մարդուն բրգողը Հիսուսն է, մեր պատմությունները չեն, մեր վկայությունները չեն, մեր հրաշքները չեն։ Երբեք մարդկանց երբեմն Հիսուսի մասին չենք խոսիր, ավելի գողցինք մեր հրաշքներու մասին, քան թե դեր Հիսուս Քրիստոսի մասին։ Պերանը բացավ Եսայի մարգարեն սկսյալ Հիսուսը կարոզեց։ Դու վերջին անգամ երբ Հիսուսի մասին բան մսիր մեգումը։ Հիսուսը կարոզեց։ Հիսուսի խաչելությունը, Հիսուսի հարությունը, Հիսուսի անձը, որ Աստված ղրգեց Հիսուսին մեր մեղքերու համար, Կարնուգի նման լալու, զոհվելու մեր անեծքները իր վրա արավ, որբեսի իր անեծքներով, իր հաղթությունով մենք ալ հաղթվինք, մենք ալ հաղթություն ունենանք, իր անեծքը մեր վրա իր անեծքը արավ, որբեսի մեզ դա արդարություն, շնորհք եւ փրկություն։ Այո, Հիսուսն է փրկողը, Հիսուսն է ազատագրողը, Հիսուսն է քեզ եւ ինձ բժշկողը, իրենը լամիշտ փառք։ Մեր բերանը պետք է բացվի Հիսուսով եւ պիտի փակվի Հիսուսով։ Ուրիշ պատմություններու մասին մի խոսիկ, անորմար այնքան գարտացեք ավետարանը, այնքան սորվեցեք դեր Հիսուս Քրիստոսը, այնքան ճանաչեք իր զորությունը, որ կարողանաք բերաննիտ բանալ Հիսուսով եւ պատմել Հիսուսի անձը եւ այն ժամանակ Հիսուս ինքը պիտի այցելե դիմացինին։ Երբ իրեն ճամփան գերտային, ճուրի մկով եկան եւ ներքինին ասավ, ահա ճուր գա, ալ ինչ բան զիս գարքիլե մգրդվել է։ Գտեսնեք մգրդությունը ինչ է։ Երբ գանտրատարնամ, նախ կփնդրեր մարդը, գզոհվեր ազդուծմե բան ստանալու համար, փնդրդուքի մեջ էր, գգարտար Տիրոջ խոսքը, բայց չէր հասկնար։ Երբ որ հասկացավ, որ ինք իր բրգությունը Հիսուսեն է, ինչ երավ, մգրդվեցավ։ Ինչ ասել է մգրդություն, ասել է հանցնվիլ դեր Հիսուս Քրիստոսի։ Երբ մենք կմգրդվինք անուն հոր եւ որդվո եւ կույն սրբով, ասել է որ մենք կհանցնվինք աստվածային բոլոր իշխանությանը, ասել է որ մենք հոժար ենք ծառայելու, հոժար ենք նվիրվելու, հոժար ենք ապրելու իր փառքին համար, հոժար ենք տարածելու նաեւ իր ավետարանը։ Մգրդությունը այդ է որ մարդը գհոժարի ամեն իր ուժով, մարմինով, հոգով, սրտով, շունչով դեր Հիսուսի թարնալու եւ Հիսուսի ծառայելու։ Անորմալ որչափ կարևոր է որ մեկը հասկանա փրկության պատկամը, հասկանա եւ ճանաչե ով է Հիսուս եւ հետո մգրդվի։ Մգրդություն ասել է մխրջվել դեր Հիսուս Քրիստոսի վրա։ Դժբախտաբար դիսապանության դարձեր է, աղուբար դարձեր է այսօր մգրդությունը։
Մգրդությունը սելով մարդիկ կերտան եւ եւ խրախճանքներ գնեն, ասին չմգրդվեցավ կամ անին չմգրդվեցավ, այս երեխան մգրդեցին կամ այդ երեխան մգրդեցին, բայց Սուրբ Գիրքը բոլորովին հերու է մգրդություն փառը, այսօր մեր բեռնին մեջ պետք է ըլլա այն ինչ որ Սուրբ Հոգին Սուրբ Գիրքը ինքը գսորվեցնե։ Մարդը լսեց, ընդունեց Տեր Հիսուս Քրիստոսը, ապաշխարեց զղջաց եւ այդ իր մեծ դիդրոսի հանդերձ Չուրը մտավ եւ մգրդվեցավ ասելով հիմա ես իմ ամբողջ էյությանս Տեր Հիսուս Քրիստոսի պիտի նվիրվիմ, իմ ամբողջ էյությանս Տիրոջը պիտի դամ, կարևոր չէ ինչ կսեն ինձի, թերևս ինքը նույնիսկ կսե կարևոր չէ թակուհին ինչ կսե իմ համար, երբ ես վերադառնամ եւ ինձ ասեն դու ինչ արիր, եթե ես ասեմ ես Հիսուսը իմ ընդունեցի, թերևս պիտի հարցակեին վրա, թերևս պիտի հալածեին զինք, բայց ինք այդ բոլորը մեկ կողմ դրած ես Քրիստոսի պիտի նվիրվեմ, ավասիկ ճշմարիտ նվիրվածներ։ Մարդը հասկացավ, վախը հանցը արավ, հալածանքը աչքը արավ, արգելքները աչքը արավ, ասավ ես Հիսուսին հետ ոչ մեկը չեմ փոխեր, Հիսուսի հետ ոչ մեկեն չեմ վախնար, Հիսուսը իմ դերս է, ես իմ կյանքս իրեն գուդամ, անորամար կմգրդվի եւ մգրդվեցավ։ Ինչ բան քեզ գարկիլ է, ինչ բան ինձ գարկիլ է մգրդվել է, Փիլիպոս կսե, եթե քու բոլոր սրտովդ կհավատաս, կարելի է։ Հիմա դժբախտաբար հավատալ բառը իր իմաստը գործընծուցած է։ Մենք բոլոր քրիստոնյա ըսած հայերս, բոլորս ալ իբր թե կհավատանք, բայց ինչի, ինչ բանի կհավատանք։ Այստեղ ինք հավատաց Հիսուս, որ իրեն համար մորթվեցավ, իրեն համար մերավ, իրեն համար հարություն արավ եւ Փիլիպոս շատ բաներ ասավ Հիսուսի մասին եւ այս մարդը հասկացավ որ եթե Հիսուսը իր դերը չլա ինք մերած մարդ է ինք հասկացավ որ եթե ինք այսօր չաբաշխարե իր մեղքերը չեն ներվիր բայց Հիսուս քանի որ խաչին վրա մերավ քանի որ իր կյանքը տվավ ուրեմն գարժե այդ Հիսուսի հանձնվիլ նվիրվիլ ամբողջ էյությամբ կյանքը իրեն դալ այո կմգրդվիմ ոչ թե միան իմ սրտից մեջ այլ ամբողջ իմ հոգիով եւ իմ ճշմարտությամբ հալելույա այս տեսակի մարդիկ թող մգրդվին նվիրվին Տիրոջը հանձնվին Տիրոջը նորեն գսեմ մգրդությունը դիսապանություն չէ մգրդությունը կյանքի նվիրում է Հիսուս Քրիստոսի պայմանակիր է Հիսուս Քրիստոսի եւ դու պայմանակիր գնես Հիսուսի ամբողջ կյանքովդ նեղության մեջ կամ դժվարության մեջ հալածանքի մեջ կամ ուրախության մեջ առողջության կամ հիվանդության մեջ եւ պայմանակիր գնես Հիսուս Քրիստոսի այս է նվիրումը ապաշխարություն զղջում վերստին ծնունդ մգրդություն Սուրբ Հոգիով լեցվիլ եւ մեծ գործեր կատարել Տիրոջ փառքին համար այս է որ դերը քեզ կգանչե Երանի լսողներս այսօր այդ քարի մեջ քիչ մը ավելի քայլնեինք այս կետին մեջ եւ քիչ մը ավելի նվիրվեինք մեր ամենակարողին հալելույա օրհնյալ է մեր դերը ինչ բան կարգիլ է քեզ Սիրելիս, ներքին ինքս է, ինչ բան զիս կարգիլ է, հարցումս քեզի, ինչ բան քեզ կարգիլ է, որ դու այսօր չնվիրվիս Տիրոջը, որ տերևս չմգրդվիս, որ տերևս չծարայես, ինչ բան կարգիլ է քեզ։ Քո դարիքդ, քո ամուսինդ, քո զավակներդ, քո գարձիկներդ, քո շրջապատդ, սիրելի քույր եղբայրներ, ոչ մի բան մեջ չարգիլ է մեզ ամենակարող Տեր Հիսուս Քրիստոսի նվիրվելու համար։ Ոչ մեկը պետք չարգիլ է իմ հավատքիս աճումը, ոչ մեկը պետք չարգիլ է իմ նվիրումս Տեր Հիսուս Քրիստոսի, քանզի իմ կյանքս Տեր Հիսուսն է, Հավիտյանս Հավիտենից իր հետ պիտի լինեմ, անոր համար ես այսօրվան է ամեն իմ էյությանս կնվիրվիմ Տեր Հիսուս Քրիստոսի։ Եթե Սուրբ Գիրքին մեջ գար, որ եթե իրավունք տրված գլար, որ մենք ամեն օր մգրդվեինք, ես ամեն օր կմգրդվեի Տեր Հիսուսի համար։ Բայց փառք Հիսուսի, որ մեկ մգրդություն կա, 10 մգրդություն չի կա։ Եփեսացիս գիրքը գսե մեկ մգրդություն, մեկ Տեր, մեկ հոգի, մեկ Աստված։ Ասել է մեկ անգամ պիտի նվիրվիս Տեր Հիսուս Քրիստոսի հասկանալով։ Անորամալ կբացատրենք ցեզ։ Անորամալ այս ուսուցումները գնենք, որբեսի դու սորվիս, գիտնաս, հասկանաս սիրելիս։ Քրիստոնյա ըլլալը չէ նպատակը, Հիսուսի աշակերտ ըլլալն է, Հիսուսի նմանվելու համար այս է մեր նպատակը։
մգրդվիլ, ասել է ես ամբողջ էությամբ Քրիստոսի գնվիրվիմ, որ իր էությունը ապրի իմ մեջ եւ իմ էությունս ապրի իր մեջ։ Հալելույա։ Հուսամ շատերուց շատ բան չարքիլեր, որբեսի այսօր քիչ ավելի նվիրվի Տիրոջը։ Ձեր հոգնությունները պիտի անցնին, ձեր ծրագիրները պիտի անցնին, ձեր կյանքի ծրագիրները պիտի անցնին, բայց իմացեք, հավիտենականությունը պիտի չի անցնի։ Ուրեմն ավելի դեր Հիսուս Քրիստոսի հետ քայլես, նվիրյալ, ավելի զորավոր ամեն օր, Տիրոջ համար, Տիրոջ հետ, իր բաժնին մեջ, իր փառքով, իր փառքին մեջ ապրիս։ Քան թե այս աշխարհի բաներով սպաղվես, եւ այդ բոլոր բաները քեզ չմնա։ Քանի որ այս աշխարհը ինչ բերինք եւ ինչ պիտի դանենք։ Մեզ բանը պիտի չմնա այստեղ։ Մեկ բան կմնա, եթե Հիսուս Քրիստոսին ցերկը բռնած, իր թակավորության մեջ բդուղներ կբերես։ Այդ բդուղները հավիտյան պիտի մնա։ Հալելույա։ Եթե քո բոլոր սրտովդ կհավատաս կարելի է։ Անիկա պատասխան տվավ կհավատամ, թե Հիսուս Քրիստոս որդի Աստծո է։ Ու հրամանա որ գարկը գայնեցնեն երկուքնալ իջան, Փիլիպոս ներքինին մգրդեց, երբ ճուրեն դուրս ելան, դերոջը հոգը հապշտագեց Փիլիպոսին եւ ալ ներքինին զանիգատ չտեսավ ու իր ճամփան գնաց ուրախությամբ։ Ներքինին եկած էր Աստուծո բան մստանալու։ Չեմ գիտեր քանի օր, քանի շաբաթ մնաց Երուսաղեմ։ Առանց բան մստանալու դուն գերտար, դխուր եւ հուսախապված, բայց փնդրդուքի մեջ։ Հավասիկները հանդիպեցավ Փիլիպոսի միջոցով։ Այս մարդը հասկացավ, հավատաց Հիսուսի, ընդունեց Հիսուսը, բրգվեցավ, մգրդվեցավ եւ ուրախությամբ վերադարձավ իր տունը։ Եթե մենք Տիրոջ ըսածները ընենք, մենք ուրախ մարդ մի դառնանք։ Եթե մենք ապաշխարենք, նվիրվենք, մգրդվենք, հանձնվենք Տիրոջը, մեզ մի ավելի ուրախ մարդ մի չլա։ Ինչու այսօր շատեր դխուր են, մտահոգ են, միշտ խանգարված վիճակի մեջ են, ինչու։ Քանի որ դերևս այնքան նվիրված չեն դեր Հիսուս Քրիստոսի։ Եթե դեր Հիսուս Քրիստոսի գնվիրվիս, ահա ասիկ ինչ բավարարի։ Եվ քինին պետք չունեցավ հետո Փիլիպոսին, չգապվեցավ Փիլիպոսին, եւ քինին գապվեցավ Տիրոջ։ Քանի որ իր կյանքի իմաստը Տիրոջ մեջ ստացավ, Սուրբ Հոգին դարավ Փիլիպոսին, յետևեն չվազեց։ Եվ ուրախությամբ վերադարձավ։ Ուր վերադարձավ իր երկիրը։ Եվ այդտեղ մենք գիտենք, ինչ էր իր երկիրը, եթովպացիներու մեջ ինչ կար, թակուին աշխատող մդերիմ կանցաբահներ։ Ինչ պատահեցավ, այս մարդը վերադարձավ դեպի Եթովիա։ Եվ Եթովիայի ավետարանի չեղավ։ Եթովիան շատ մեծ քրիստոնեական գետրոններ ունեցավ։ Առաջին 2-3 դարում։ Մինչև 6-րդ դար, երբ իսլամները եկան, ինչպես գիտեք, ուր որ գերտան իսլամները միշտ կանտեն, եկան եւ կանտեցին, բայց առաջին մինչև 3, 4, 5, 6 դարերուն Եթովիան շատ խորունկ մեծ քրիստոնեական հիմք եղավ, գետրոններ ունեցավ, որուն շնորհիվ այս եւ քինի շնորհիվ։ Հիմա կհասկանաք, թե ինչու Աստված Փիլիպոսին Սամարիայի հաջողութեն հանեց, տարավ անաբադ, Փիլիպոս հնազանդեցավ, եւ որ հնազանդեցավ, Փիլիպոս կործեց մի անձի հետ, եթովպացի ներքինին հետ, բայց այդ եթովպացի ներքինին փանալի անձնավորություն եղավ ամբողջ ազգ բրգելու համար։ Աստված կպնդրե մարդիկ, որոնք սիրահոժար, հոնար, գվգայեն, գկարոզեն, գաշագերդեն մարդկանց, ոչ թե իրենց փառքը պնդրելով, այլ բարձավես Տիրոջ կամքը անելով, որովհետեւ այդ փոքր մարդիկ մեծ բդուղներ դան օրմը։ Ես գիտեմ դժբախտաբար հավատացյալներ ավելի քարոզիչներ, հովիվներ, երբ իրենց կհրավիրեն կսելով ասինչ տեղը գրնակ քարոզել,
Առաջին հարցումը որ կհարցնեն, քանի հոգի կա։ Քանի որ եթե 20-30 հոգի կա չեն կար։ Իրենց համար պետք է մի քանի 100 հոգի լա, որ իրենց փառքը երևնա։ Գապ չունի Քրիստոսի հետևորդ աշակերտներուն հետ այսպիսի մտածելակերպ։ Գտեսնեք, իր փառքը թողեց Փիլիպոս, եկավ անաբադյալ դեղ, որ չեր գիտեր ինչ պիտի բադահեր, նույնիսկ ինքը զարմանար, թե ինչ պիտի բադահի, անաբադ ինչ գործ ունիմ, մեկ հոգի հետ հանդիպեցավ, միայն մեկ հոգի, բայց այդ մեկ հոգին կատարյալ նվիրվեցավ Տեր Հիսուս Քրիստոսի, քանի որ փնտրող մարդ էր, եւ այդ փնտրող մարդը ապաշխարեց, մգրդվեցավ, գնաց իր երկիրը եւ երկրին ավետարանիչ եղավ, երկրին առաքյալը եղավ, այս եւ քինին, Աստծո գործերը անքննելի են, Սուրբ Օքին գսե հապշտակեց Փիլիպոսը, հապշտակեց սելե վեր հանեց, մեկ կողմ դրավ, հապշտակեց եւ իրեն Փիլիպոսին Ազովդոցի մեջ գտնվեցավ 100 կիլոմետր անտին, ահավասիկ հրաշք։ Ժամանակ չգործծուց Փիլիպոս ճամփորդել է, մեկ անգամեն հասավ 100 կիլոմետր անտին։ Երանի այդպես բան մեզի լար, ես ուրախ կլայի։ Գրնալ ալտերևս չեն գիտեր, Սուրբ Օքին գործը չեն գիտեր, Սուրբ Օքին հրավ այս բանը մենք ինչպես քիչ առաջ ասի Սուրբ Օքին գշարունակի իր գործերը, ուրեմն տերևս Սուրբ Օքինալ այսօր քեզի ինձի այդպես բաներ գրնանել։ Մի անգամ են գնաց այդտեղ։ Եվ ինչ հրավ այդտեղ։ Շարունակեց ավետարանել։ Ազովտի մեջ գտնվեցավ, ուր բդդելով բոլոր քաղաքներուն ավետարանը կկարոզեր մինչև ինք Գեսարիա հասավ։ Գարձեք շտապ օգնության մեզ պետք կար ավետարանը կարոզելու։ Եվ այսօր նույն բանը քեզի գսեմ սիրելիս։ Քո միջոցով պետք կա ավետարանը կարոզվելու։ Պետք կա որ դու մարդկանց ավետարանը հասցնես։ Փիլիպոս բարձրապես թույլ տվավ որ Սուրբ Օքին խոսի։ Հրեշտակը եկավ գսավ Փիլիպոս Սամարիային ել գնա անաբադ։ Չի հասկացավ, բայց հնազանդեցավ։ Եվ որ գնազանդի Աստված իր արջևը տրավ իր առաքելությունը, իր կորձը։ Գադարեց հավատարմությամբ, մարդը թողեց գնաց։ Okay, ինչ շարունակեց Սուրբ Օքին հանեց իրեն, դարավ 100 կիլոմետր անտին։ Ինչ հրավ այդտեղ նորմալ, իդ շարունակեց ծառայությունը։ Այսպես է որ դերը կփնտրե ծառայողներ այսօր, ավետարանը կարոզողներ, իրենց անձի հանգստութենեն ավելի Տիրոջ փառքի համար։ Հալելույա։ Եղիր Փիլիպոս։ Եղիր Փիլիպոս։ Եվ գամ եղիր եւ քինե, որ կփնտրես Տիրոջ երեսը եւ պատրաստես լսելու Տիրոջ խոսքը, որևէ մեկ Աստծո մարդ է։ Նայեցեք ինչ օրինակներ կբացվին մեր առջևը, որ հասկանանք, որ ավետարանը մեզ գուղ է, կամ մեզ կարաչնորդ է շիտակ ուղղություն։ Հալելույա, դերը օրհն է։ Շարունակենք 9-րդ գլուխ։ Այստեղ կտեսնենք Բողոս առաքյալի ապաշխարությունը։ Թե ինչպես Բողոս առաքյալ եղավ Բողոս առաքյալ։ Մենք գիտենք ուրեմն կգարտանք Սողոս, անունը Սողոս էր, Դագավին դերոջը աշակերտներուն թեմ սպառնալիք եւ մահ փչելով քահանայաբեդինքով գնաց եւ անգեթուղթեր ուզեց Դամասկոս ժողովարանները դանելու, որբեսի եթե այն ջամփուն հետևորդները ուրեմն հավատացյալներու մասին խոսք, աշակերտներու մասին է խոսքը, գտնելու ըլլար այրեր, գիներ, գաբաց Երուսաղեմ բերե։ Ավասիկ Սողոս մենք գիտենք, երբ որ Ստեփանոսը նահատակվեցավ, Բողոս այդտեղ էր։ Եվ ինքը իր վավերացումը տվավ, ինք ընդունեց, ինք քաչալերեց Ստեփանոսին սպանողներուն։ Հիմա ուրեմն Սողոս փարգացած, լեցված ադելությամբ քահանաներուն գսե այս
ճամփուն մեջ եղող մարդիկ մինչև Դամասկոս կացեր են։ Երտամ իրենց բերեմ գիներ, այրեր, երեխաներ, գաբած բերեմ Երուսաղեմ եւ նրանց ալ բաճենք, քարգոծենք, սպանենք։ Իր սրտի մեջ լեցված իրավիճակը գեղեցիկ է որ գսե այն ճամփուն հետևորդներ չեն ասել քրիստոնյա, ձեր քրիստոնյա բառը մեջտեղ չկար։ Աշակերտներ որ գսեն շատեր աշակերտներ ունեին։ Հрьяաներն ունեին աշակերտներ։ Այն ճամփուն հետևորդներ։ Ուրիշ տեղ մը գսե նոր ճամփուն հետևորդներ։ Երթամ բռնեմ։ Սիրելի քույր եղբայրներ, եթե մենք կսենք հավատացյալներ ենք, եթե մենք կսենք աշակերտներ ենք, մենք ճամփումը մեջ հետևորդ մի դլանք ճամփուն։ Հիսուս բարավիճսավ, ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը։ Խոսքով հավատացյալներ, խոսքով քրիստոնյաներ չէ, այլ հետևորդ։ Հիսուս Քրիստոսի հետևորդ, այն ճամփուն հետևորդ։ Շատ բաներ գրդան գսել, հուսամ հասկանալի գլա բոլորիս։ Ուրեմն երբ համար 3 երբ կերտար ու Դամասկոսի մոտեցավ, հանգարց իր բոլոր դիքը երկինքել լույս մը պայլադագեց եւ ինք քեդինը ինալով ցայն մը լսեց որ գսեր սավուղ սավուղ ինչու զիս գահալածես եւ անի գասավ ով ես տունդեր եւ դերը ասավ ես եմ Հիսուսը որ տուն գահալածես դժվար բան է քեզի խթանիթեմ գիծ սառնել անալ թողալով ու ապշուտյամբ ինգավ եւ ասավ դեր ինչ ուզես որ ընեմ Սավուղ, Սողոս, Բողոս, նույնն է, դարբեր ծևերով ըսված։ Ուրեմն, ճամփուն մեջ կքայլե, ինչպես կարտացինք, ցայն մը գլսե, լույս մը գդեսնե, շատեր լույսը գդեսնեն, ցայնը չեն լսեր, ուրիշներ ցայնը գլսեն, լույսը չեն դեսներ, իր հետ եղողներեն, բայց Բողոս ցայնը գլսե եւ լույսը գդեսնե, Եվ այստեղ գեղեցիկ է Հիսուսի խոսքը, Հիսուս կսե ինչու զիս կհալածես։ Սիրելիներ, Հիսուսի չէր հալածեր Բողոս։ Հիսուսի հետևորդներուն կհալածեր։ Բայց Հիսուսի համար, երբ որ իր հետևորդին գտնաս, իրեն գտնաս։ Իր հետևորդին գծավցնես, իրեն գծավցնես։ Իր հետևորդին գահալածես, իրեն գահալածես։ Հիսուս իր մարմինին հետ մեկ գլա։ Քանի որ Հիսուսի մարմինն է ճշմարիտ եկեղեցին։ Նորեն գսեմ, Հիսուսի մարմինն է ճշմարիտ եկեղեցին։ Եկեղեցի բառ երբ որ գսեմ, չգաբեք այս բառը այս կամ այն եկեղեցի ըսված հաստատություններու։ Ոչ, եկեղեցի երբ որ գսեմ Հավատարիմ Հիսուս Քրիստոսի աշակերտներու մասին խոսիմ։ Եկեղեցիս էլ է խումբ, որուն խումբը Հիսուսի հետևորդներու, ճամփուն մեջ եղողներուն խումբը։ Եվ այդ սուրբ ճամփան Հիսուսի ճամփան է։ Ուրեմն, երբ որ դու գծավցնես ոյ մեկ հավատացյալի Հիսուսի հետևորդի, ուշադիր եղիր։ Հիսուսի գտնաս։ Ոյ մեկ աշակերտներուն թեմ բամը գխոսիս, ուշադիր եղիր, Հիսուսի թեմ գխոսիս։ Սավուղ, սավուղ ինչու զիս կհալածես։ Ես սավուղը զարմացած, ով ես տունդեր։ Ով ես տունդեր։ Հիսուս ինչ ասավ։ Ես եմ Հիսուսը, որ տուն գհալածես։ Դժվար բան է քեզի խթանիթեմ գիծ զառնել։ Ասել որ որչափ գիծ պիտի զառնես եկեղեցին, որչափ պիտի հալածես, որչափ պիտի ցավցնես եկեղեցին, տուն պիտի ցավիս։ Քանի որ խթանիթեմ գիծ զառնելը քու ոտքդ կցավի։ Խթանը չի ցավիր, տուն կցավիս։ Ուրեմն Հիսուս կսե տուն որչափ ուզես հալածես, անչափ տուն պիտի ցավիս, տուն պիտի խանգարվիս։ Իմ մարմինս պաշտպանողը ես եմ։ Տուն չես կնար ոյ մեկ ծևով իմ զավակներուս թեմ տնել։ Տուն պիտի ցավիս Բողոս։ Այո, Հիսուսի հետևորդներու ճշմարիտ աշակերտներուն թշնամիները իրենք պիտի ցավին։ Մենք պետք չէ պաշտպանենք, մենք մեզ դերը գիտեմ ես պաշտպանել։
Մենք միան արդար եւ ճշմարիտ քայլենք, Տերը գիտե մեզ ինչպես պաշտպանե։ Եվ անոնք որ մեր թեմ կհալածեն, իրենք պիտի ցավին։ Հանդարտ կեցիր քեզ հալածողներուն թեմ։ Հիսուս բարաբի չսավ քեզ հալածողներուն համար աղոթե, քեզ անիծողներուն սիրե։ Ինչու, քանի որ պաշտպանողը ինքն է։ Եվ թշպախտապար այդ մարդը որ քեզ թեմ է, քո թեմն է, ինք պիտի ցավի։ Անորոշ գաղոթենք, որ շատ չի ցավի եւ շատ չի ցավածեն ապաշխարե։ Ինչպես Բողոս, եթե Հիսուս չհանդիպեր այստեղ, Բողոս պիտի կար Դամասկոս եւ շատերուն պիտի տաներ իր հետ ծեծելով, քարգոծելով եւ այլն։ Հիսուս եկավ եւ ստոպ տվավ։ Տուն դժվար է քեզ խթանի թեմ գիծարնել։ Եվ Բողոս, այն Բողոսը, որ ինքը գարձեր թե ինքը լավն էր, ինքը զորավոր էր, ինքը հսկա էր, ինքը նամակներ ուներ Երուսաղեմեն, ինքը իշխանություն ուներ Երուսաղեմեն, թողալով գսե եւ ապշուտությամբ, նայեցեք ինչ գսե, դեր, ինչ կուզես որ ես անեմ, հալելույա։ Այսօր մարդիկ 20 տարի հավատքի մեջ են տերասաղոտ կչեն աներ։ Դեր ինչ կուզես որ անեմ, դու ես Տերը, դու ես լույսը, դու ես ճամփան, դու ես ճշմարտությունը, դու երգիրը ստեղծեցիր եւ ամեն ինչ քեզմով եղավ, Տեր Հիսուս, ինչ կուզես որ անեմ, ես պատրաստ եմ խոնարհվելու, հանձնվելու, նվիրվելու քեզի։ Ինչ կուզես որ ես անեմ։ Ահա գեղեցիկ պատասխան։ Երբ որ դու հասկանաս ով է քո Աստվածը, անժամանակ իրական գնստիս կխոնարհիս եւ գսես Տեր, ինչ կուզես որ ես անեմ։ Այսօր շատ մարդիկ որ դեռ չեն ճանչնար Հիսուսը, հավատացյալ են, բայց Հիսուսը չեն ճանչնար, հավատացյալ են եւ գշփանան, հավատացյալ են եւ բարապարապ խոսքեր կխոսին, հավատացյալ են եւ այդ մարդկանց տուն պիտի խոսիս 10 տարի, որ իրենք բզդիկ ծառայություն մնեն Հիսուսի համար, հավատացյալ են, բայց աղոթել չեն գիտեր, ծառայել չեն գիտեր, խոնարհիլ չեն գիտեր, եկեղեցական կյանք չունին, այդ մարդիկը ի՞նչն է հավատացյալը։ Ճշմարիտ հավատացյալը այն մարդն է, որ հասկացել է ով է Տեր Հիսուս Քրիստոսը եւ իր առջեւ ձուն ծերելով գսե Տեր ինչ կուզես որ անեմ, ինչ որ գսես այո գսեմ ես քեզ։ Ինչպես Փիլիպոս, ինչ որ ասավ Տերը թողեց եւ ըրավ այդ կորձը, նույնպես Բողոս գսորվի այն ամենագալ Աստուծո թիմաց ելնել եւ ասել Տեր ես չեմ այլ դու ես, փառքը իմս չէ քոնն է, իշխանությունը ես չունիմ, ամեն իշխանությունը քոնն է Տեր, ես կխոնարհիմ քո առջեւ եւ գսեմ փառքը եւ պատիվը քեզ։ Ինչ կուզես որ ես անեմ, առաջին աղոթքը Բողոսին Տեր ինչ կուզես որ ես անեմ։ Եվ այսօր Վանեսկսյալ ամբողջ իր կյանքը նվիրյալ կյանք եղավ, ավետարանը քարոզեց, մեծ գործեր կատարեց։ Ինչու Տեր ինչ կուզես որ ես անեմ, այդտեղ են գսկսի ամեն ինչ։ Մեծ գործեր կատարեց։ Նոր գդագարանի ամենամեծ բաժինը ինքը գրեց, բայց ինք արդյոք գիտեր ինչ պիտի աներ։ Չէ։ Ինք գիտեր արդյոք այս աղոթքի ընթացքին որ չափ պիտի չարչարվեր։ Ոչ։ Ինք գիտեր արդյոք այս աղոթքի մինչ այս աղոթքը գնե թե ինչ մեծ ձեձեր պիտի դեր, հալածանք պիտի ունենար, պիտի փորձեին սպանել զինք։ Ինք արդյոք գիտեր ինչպես պիտի մեռներ։ Ոչ, ինքը ասավ դեր ինչ կուզես ես անեմ, պատրաստ եմ անելու, մինչև անանեմ որ դու գսես եւ մինչև մահ։ Անորոշ Բողոս գրեց մահը իմ համար շահ է, քանի որ ես Քրիստոսի համար ապրեցա, ես չեմ ապրողը, Քրիստոս կապրի իմ մեջ։ Այսպես խոսքեր Բողոս ասավ այս աղոթքեն հետո Տեր ինչ կուզես որ ես քեզի համար անեմ։ Եվ Տերը ասավ շատ բարձ բան։ Երիր եւ քաղաքը մտիր եւ քեզի պիտի ասվի ինչ որ բարդիս անել։ Հիսուս չսավ դու մեծ առաքյալ պիտի լաս, քեզի աշխարհի ծայրերը պիտի ղրգեմ, դու լավ մարդ պիտի լաս, սուպ գիրքը պիտի գրես, կամ նոր գդագարանի գիրքերը պիտի գրես։ Չէ։ Ասավ հիմա դու ել եւ կնա ինչ որ ես քեզի պիտի ասեմ։ Գիտեք Աստված մեզի շատ բաներ չասեր։ Թե ինչ պիտի լա մեզի, երբ պիտի լա մեզի, ինչպես պիտի լա մեզի։ Մեզի գսե հիմա ինչ ունես անելիք։ Բոս, ինչ ունես անելիք։ Հիմա քեդին ինգերես, աչքերդ փագե չէ։ Հիմա ել քեզ թող օգնեն կնա Դամասկոս։ Մնացածները գսվի քեզի։ Մնացածներու մասին դու մի մտահոգվիր։ Դու քանի որ իմ աշակերտս կուզես լալ, մնացածներուն մասին մի մտահոգվիր։ Դու հիմա ել քաղաքը մտիր։ Դամասկոս մտիր։
Վերջ։ Եվ այդպես էլ եղավ։ Մարդիկը, որոնք իրեն հետ կերտային, Բողոսին հետ կերտային, ապշած գեցեր էին, ցայնը միայն գլսեին, բայց մեկը չէին տեսներ։ Ավելի որոդումներու պես կլսեին։ Հիսուսի խոսքը հստակ չէին լսեր։ Միայն Բողոս լսեց Հիսուսի խոսքը։ Իրենք որոդումներու պես կլսեին։ Սողոս կետնեն ելավ, բաց աչքերով մեկը չէր գրնար տեսնել։ Հալելույա։ Այդ Բողոսի աչքերը, որ բիդերտար եւ բիդերտար այս բիդեներ, այն բիդեներ, իմաստուն մարդեր, խելացի մարդեր, սորվեցնող եւ սորվող մարդեր, բայց հիմա աչքերը բամը չեն տեսներ։ Սիրելի քույր եղբայրը, քու իմաստությունդ քեզ դեղը չի տաներ, քու գեղեցկությունդ քեզ դեղը չի տաներ, քու աչքերովդ գեղեցիկ բաներ նույնիսկ տեսնես բան չես հասկանար, միջ այնադեմ որ դեր Հիսուս Քրիստոս քու աչքերդ չփանա, բայց պետք է Բողոսի համար, որ իր մարդկային աչքերը գույրնար, որպես իր աչքերը բացվեր դեր Հիսուս Քրիստոսի շնորհքով։ Ինք այդ աչքերս էլ այդ իմաստությունը, այդ գիտությունը իր մեջ, իր մե արած, իր անձնական իմաստությունը զարգացուցած էր, բայց երբ ամենագարող Հիսուս Քրիստոսը հանդիպեցավ իրեն, ահավասիկ իր աչքերը փակվեցավ, աշխարհի աչքերով չէ որ մենք կտեսնենք երկնքի օրհնությունները, մենք պետք է աշխարհին համար աչքերնից փակվի, որովհետեւ երկնային աչքերը բացվին եւ այդտեղ մենք հասկանանք մեր կյանքի նպատակը։ Հալելույա։ Ուստի անոր ցերքեն բռնեցին երեխայի նման սիրելիներ, ինք որ մեծ փանագով ցիար շավություն գներ ցին վրա նստած Գերթար Աստծո ընտանիքին հագարակ պիտի խոսեր, պիտի բռներ, հիմա իր ցերքը կբռնեն։ Երբ որ Հիսուս կհանդիպի ճշմարիտ մեգումը, այն մարդը կխոնարհի սիրելիներ։ Այն մարդը կխոնարհի, երբ դու գտեսնես ամենագարող Աստծո երեսը, երբ դու կանտրատարնաս իր մեծությունը, իր զորությունը, իր սերը, կխոնարհիս, երեխայի նման գլաս։ Այդ բոլոր հավատացյալ ըսվածները, որ գսեն ես գիտեմ, այդ մարդիկը դեռ հանդիպած չեն։ Եկեղեցի մարդ կուկա 2-3 ամիս հետո կսկսի հովիվին քննադատել։ Իրենք կգարձեն որ բաները գիտեն, բաները դեսերեն, բաները կհասկանան։ Սիրելիներ, մինչև դու դեր Հիսուս Քրիստոսի չհանդիպես, դու այս աշխարհի աչքերով չես կրնար ապրիլ հոգևոր կյանքը։ Դու պետք է խոնարհվիս Տիրոջ առջև, մգրդությունը որ քիչ առաջ ասինք այս է, խոնարհիլ Տիրոջ առջև, նվիրվիլ դեր Հիսուս Քրիստոսի, հասկանալ որ դու ոչինչ ես, դերն է ամենագարողը։ Հալելույա։ Երանի մի քիչ շատ խոնարհողներ ըլլային Տիրոջ տակավորության մեջ։ 3 օր գեցավ առանց տեսնելու, ոչ կերավ, ոչ խմեց, իր համար կարևոր չէր աշխարհը, իր համար կարևոր չէ իր անձը, իր համար կարևոր չէր իր մարմինը, ինք հասկացավ որ մեծ բան բադահեցավ իր կյանքին մեջ։ Հեղաշրջվեցավ ինք որ կպատերազմեր Հիսուսի դեմ, ինք որ չէր հավատար որ Հիսուս Աստված է, չէր հավատար որ Հիսուսն է այն որ Աստված, Հայր Աստված պիտի ղրգեր, չէր հասկանար հիմա գույման եւ հիմա գանկնեցավ իր ամբողջ մտածելակերպը, ուսմունքը, իր ամբողջ ունեցած այդ տասագարկը կյանքին մեջ, իր վարդապետական, իր աստվածաբանական, ամեն ինչ քանթվեցավ, մեկ Հիսուսի հետ հանդիպել են։ Անորամար գանկնեցավ, չեմ ուզեր փամուտեմ, պետք է աղոթեմ, այսինչ պատահեցավ ինձ։ Այո, Երանի քիչ ավելի գետրոնանային հոգևոր բաներու վրա եւ ոչ թե մարմնային բաներու վրա։ Համար 10 Անանիա անունով աշակերտը Դամասկոսի մեջ գար, դերը դեսիրքի մեջ անորսավ, Անանիա։ Անալսավ դեր, ահա հոսեմ, հալելույա, ինչ պատրաստագամ է դեսակ, պատրաստագամ, դերը հազի պոմը գսե դեր ես հոսեմ ըսե ինձ։ Երանի այսօր մեր եկեղեցիներու մեջ այսպես մարդիկ շատնային, աշակերտներ շատնային ասեն դեր ես հոսեմ, ըսե ինչ կուզես։ Գիտեք դերը երբեմն ուղագի վերեն քեզ հետ չի խոսիր, գխոսի հովիվին միջոցով, եղբայրներու քույրերու միջոցով, ծառայողներու միջոցով։ Բայց մենք ինչ կնենք, մենք կսպասենք որ վերեն ցայն լսենք, կամ դեսիլ տեսնենք։ Հովիվը գխոսի չես լսեր, ծառայողը գխոսի չես լսեր, քույր եղբայրը գխոսի չես լսեր, կսպասես վերեն խոսվի։ Սիրելի քույր եղբայր, ագան չտպած դերը քո դեղական աշակերտներու խումբով եկեղեցիով քեզ հետ պիտի խոսի։
ականջդ բաց եւ ինչ որ գսվի քեզ, ասե դեր ահա հոսեմ։ Վերջ։ Ամենին բարձ բանը, դեր ահա հոսեմ։ Պատրաստ եմ։ Ամեն բանի ավելի քեզի։ Քեզ ծառայելու։ Քո թաշտի մեջ առաջ տանելու։ Պատրաստ եմ ֆինանսով, պատրաստ եմ ծառայությամբ, պատրաստ եմ ժամանակով, պատրաստ եմ ամեն ինչով, որ քո թակավորությունը երթա առաջ։ Հուսամ այս բանը ավելի շատ կսես։ Դերը դեսիրքի մեջ արուսավ Անանիա անալսավ ահա Եսուս եմ։ Դերը ասավ Անանիային. Ելիր, գնա այն փողոցը, որ ուղիղ գոչվի, եւ հոն հութայի դանը մեջ փնդրե Սողոս անունով դարսոնացիմը, վասնզի ահա անիգա աղոտ գնե։ Եվ դեսիրքի մեջ մարդ մտեսավ Անանիա անունով, քովը մտած եւ ցերքը իր վրա տարած, որբեսի տեսնե։ Աստված Անանիային գսե. Բողոսը քեզի երազին մեջ տեսավ, որ դու պիտի կաս, ցերքդ վրան պիտի տնես եւ ինքը պիտի բժշկվի։ Գտեսնեք Աստված ինչպես կներկայացնե հարցը, ինչպես կգազմավորե։ Բողոս աղոտ կնե 3 օր, ասինք առանց ուտելու, առանց խմելու։ Աղոտ կնե, քանի որ չգիտեր ինչ կպատահի իրեն։ Եվ դերը Անանիասը գհարգե։ Գրնար Հիսուս հանդիպել, չէ՞ մեկադալ Բողոսին։ Գրնար, ինչպես առաջին օրը։ Գրնար մեկադալ հանդիպիր, գրնար ինքը Սուրբ Օքիով այսպես կալ այցելել, գրնար իրեն հայտնություններ դալ, երկնային լույսերը բանալ, շատ բաներ գրնար անել Հիսուս, բայց չրավ։ Ինչն եմ դեր շատ բան միներ։ Գնա Դամասկոս նստիրը սպասե։ Մենք երբեմն ասում ենք, այնքան մեծ բաներ կսպասենք, որ մեր ամենեն փոքր բաներու մեջ հավատարիմ չեն գնար։ Կսպասենք, որ Աստված մեզի հետ խոսի, որ մենք բան մընենք։ Բայց Աստված այդպես բան չներ։ Աստված քեզ գսե հիմա ինչ պետք է անես, դու գիտես։ Ըրե։ Ինչ է հիմա քո կիծածդ, ինչ կսվի քեզ, ինչ կխնդրվի քեզ մե եկեղեցիիդ մեջ։ Դատարե։ Վերի բաներ մի սպասել։ Քայլը քայլին, քայլը քայլին։ Քայլ առ քայլ։ Եվ Անանիան պատասխանեց. Դեր շատերը լսեցի այն մարդուն համար, թե շատ ճարիքներ ըրավ քու սուրբերուտ Երուսաղեմի մեջ։ Եվ հոնալ քահանայբետները իշխանություն ունի գաբելու անոնք, որոնք քու անունդ կգանչեն։ Ուրեմն Անանիան գսե Սողոսը եկեր է մեզ բռնելու, մեզ դանելու, շատ բաներ մենք լսեցինք իր համար։ Աստված գսե քնատուն, վասնզի անիգա ինձի ընդիր աման մնե։ Իմ անունս գրելու հետանոսներուն եւ թակավորներուն եւ Իսրայելի որդիներուն արչև։ Աստված գսե Անանիային թե ինչ պիտի ըլլա Բողոս, բայց Բողոսին բանը չսեր։ Կարևոր է աս մանրամասնությունները։ Քանզի ես անոր պիտի ցույցնեմ, թե պետք է իմ անվանս համար նեղություն գրե։ Անանիա գնաց իմ անվանս համար նեղություն գրե գանտրատարնակ։ Բողոս գտեսնե դիրոջը, դեր ինչ կուզես որ ես անեմ գսե։ Ինչ որ ասեր Հիսուս ինքը պատրաստ պիտի լար։ Քանի որ դեսավ Աստծո մեծությունը։ Բայց դեր իրեն բան չսավ։ Սավ գնա Դամասկոս մտիր։ Բայց դերը գսե որ ես իրեն պիտի կորզածեմ, աման պիտի լա։ Եվ նեղությունները պիտի անցնի իմ համար, ինչպես քիչ առաջ ասի, դեր ինչ կուզես որ ես անեմ ինք ըսավ, բայց ինք չեր գիտեր ինչեր պիտի լար իրեն։ Ուրեմն մենք երբ որ աղոտ կնենք Տիրոջը, վստահենք առանց գիտնալու ինչ պիտի լա մեզի, դերը գիտե մեզի ինչ պիտի լա։ Մենք վստահենք իրեն։ Անանիա գնաց եւ անոր դունը մտավ եւ ցերկը անոր վրա տնելով ասավ Սավուղ եղբայր։ Սավուղ իր եղբայրը չէր, իր տշնամին էր։ Բայց երբ որ դեր Հիսուս կուկա երկու անձերու միջև, երկուքը գտարնան եղբայրներ եւ քույրեր։ Հալելույա։ Երբ դեր Հիսուսը գմիանա երկուքի միջև, անժամանակ օրտությունները, հարաբերության օրտությունները գլան։ Եթե նեղությունից մեկումը չես սիրեր, դեր Հիսուս Քրիստոսը թող մտնե ցեր երկուքի միջև, անժամանակ եղբայրներ եւ քույրեր պիտի լակ։ Սավուղ եղբայր դերզիս խրգեց այն Հիսուսը, որ ջամփուն մեջ քեզ երևցավ, երբ դու գերտայիր, որբեսի դեսությունը ստանաս եւ Սուրբ Օքիով լեցվիս։
Եվ շուտ մանոր աչքերեն թեփերու պես սպաների ինգան եւ իսկույն տեսավ ու ելավ մգրդվեցավ գերագուր ուդելով ուժը վրան եկավ ու քանի օր Դամասկոսի մեջ եղող աշակերտներուն հետ գեցավ։ Մեմը եւս Սուրբ ոգին եկավ, պիտի լեցվի Սուրբ ոգիով, անցնվեցավ Տիրոջը, աչքերը բացվեցավ, հիմա քիչ առաջ տեսան կոծվեցավ քիչ առաջ, հիմա կբացվի։ Կոծվեցավ աշխարհային մտքերու, հիմա կբացվի հոգևոր աչքերը։ Հալելույա։ Եվ ինչ կբադայի, շուտ մեն ընկել է, աչքերեն թեփերգինը շուտ մեն ընկել է եւ մգրդվեցավ։ Ելավ, տեսավ, մգրդվեցավ, ինչպես եւ քինին քիչ առաջ։ Գործ առաքելոցի մեջ մեզի գսորվեցնե ինչ է մգրդությունը։ Գզարմանան որ այսօր մեր հայերու մեծամասնությունը մգրդության են դեղյակ չեն եւ կամ սխալ բաներ գսեն։ Եվ դժբախտաբար առաջնորդներ որոնք չեն գարձես գարտացած չեն։ Գարձեք թե գարտացած չեն ավետարանը եւ կամ գործ առաքելոց։ Ամեն ինչը ստակ է այստեղ։ Ելավ, հասկացավ, ապաշխարեց, նվիրվեցավ, մգրդվեցավ։ Ինք ազո մարդ էր, ինք սինագոգի մարդ էր, ինք ժողովարաններու մարդ էր, ինք ուսուցիչ էր, մեր սիրելի Բողոսը հրյական օրենքը գսորվեցներ։ Բայց հիմա մգրդվեցավ Հիսուսի անունով, նվիրվեցավ Հիսուսի։ Եվ ինչ կնե աշակերտներուն հետ մնաց։ Միապանություն սորվեցավ։ Այն աշակերտները, որ իր մեկ վախնային, հիմա իր հետ եղան։ Ինք հիմա հասկացավ, ինչս էլ է ճշմարիտ աշակերտ, ինչս էլ է Քրիստոսի մարմին, ինչս էլ է Քրիստոսի հետևորդ։ Հալելույա։ Եվ ամիջապես ժողովարաններու մեջ կքարոզեր Հիսուսը, թե անիգայի Աստծո որդին, եւ ամեն լսողները մեծամեծ զարմացեր էին ու գսեին, ասիգա չէ, որ Երուսաղեմ մեջ գմերցներ զանոնք ու այս անունը գանչեին, հոս ալ այն բանին համար եկած էր, որբեսի զանոնք կաբած քահանաբետներուն դանի, բայց Սողոս ալավերի գզորանար եւ Դամասկոսի մեջ բնագող հрьяները գբաբանցեցներ, աբացուցանելով թե Քրիստոսը Հիսուսն է, հալելույա։ Շատ օրեր անցնել են ետքը, հрьяները խորհուրդ ըրին, որ զանիգա սպանեն, բայց Սողոսին հայտնվեցավ անոնց նենկությունը եւ ծորեգու քիշեր թռները կսպասեին, որբեսի զանիգա սպանեն, իսկ աշակերտները քիշերով արին զանիգա, զամբույղի մեջ կախելով բադեն վարիչեցուցին եւ փախցուցին։ Գտեսնեք, հազիվ մտավ Քրիստոսի հետևելու հալածանքները սկսան կալ, բայց ինք ավելիով Քրիստոսն է Հիսուսը, Հիսուսն է այն Քրիստոսը, որ հрьяները կսպասեին։ Հալածվեցավ, չսիրեցին, բայց ինք ցույց կտար, որ ինք փոխված էր։ Մարդիկ կզարմանային, գսեն այս նույնը չէ, մեջը փոխված է։ Սիրելի քույր եղբայրներ, ապաշխարություն բառը ասել է փոփոխություն։ Եվ որ մարդիկ գսեն ես ապաշխարած եմ, իմաստ չունի, պետք է ասեն ես փոխված եմ, առաջ այսպես չէի, հիմա այսպես եմ։ Կյանքս փոխվեցավ, նպատակս փոխվեցավ։ Իմ դերս եղավ Հիսուսը, կյանքիս նպատակը Հիսուսն է։ Այս է հավատացյալ աշակերտը։ Երբ Սողոս Երուսաղեմ գնաց, չանաց աշակերտներում միանալ, բայց ամեն կնալ գվախտնային անգե, չհավատալով թե անիգա աշակերտ էր։ Տեսնեք, այո, իր մասին անչափ վատ բան խոսեցան, որ այլևս չէին հավատալ, որ մեկ վարգան այս Պողոսը գրտա մեկ օրվա մեջ, կամ 3 օրվա մեջ, կամ 1 ամսվա մեջ այսքան փոխվի, թերևս խաղ գնե, թերևս կխապե մեզ։ Բայց նայեցեք այստեղ Բարնաբաս անունով մի անձ կար։ Զանիգա առնալով առաքյալներուն դարավ եւ պատմեց անոնց թե ինչպես ջամփուն վրա դերը դեսավ եւ թե անոր հետ խոյեցավ եւ թե ինչպես Դամասկոսի մեջ համարցակ քարոզեց Հիսուսի անվանը։ Բարնաբասը եղավ այդ օկնական խաչմերուկ անձը, արավ Պողոսին, դարավ աշակերտներուն ներգայացուց եւ ինչ ասավ, ես տեսա համարցակ Հիսուսը գքարոզե։ Վերստին ծնված մարդը համարցակ է իր հավատքի մեջ։ Երբեմն մարդիկ կամ մեր եկեղեցին մեջ, որ չես գիտեր այս մարդը վերստին ծնունդ ունի կամ չէ, չերևնար այնքան։ Բաները մը գսե երբեմն այսպես, բաները մը գսե երբեմն այսպես, չերևնար։ Բայց այստեղ երևցավ հստակ իր կորձը ցույց տվավ, որ ինք իրական փոխված էր։ Մեր կորձերը ցույց պիտի տան, որ մենք փոխված մարդ ենք, Տիրոջ շնորհքին մեջ քայլողներ, նոր ճանապարհին մեջ քայլողներն ենք։ Եվ Երուսաղեմի մեջ անոնց հետ գմնար,
գբդդեր գելեր եւ գմտներ դեր Հիսուսի անունովը համարցակ քարոզելով հելենացիներուն թեմ գխոսեր եւ վիճապանություն գներ անոնքալ գպնդրեին զանիգա սպաննել իսկ եղբայրները իմանալով զանիգա Գեսարիա իջեցուցին եւ անգե դարսոն ղրգեցին եւ ահավասիկ տեսակ հազիվ Հիսուսը գնտունի Բողոս Արաքյան հարազատները գսկսի գփախի գփախցնեն այստեղ են այնտեղ են Հիսուսի համար գալածվեր աշակերտներուն հետ սկսավ քարոզել Երուսաղեմ տեսան որ վտանգավոր մարդ է ինչու քանի որ ինքը հрьяներեն դուրս ելած է ինքը կաննաբեդեն դուրս ելած է ինքը ներսի մարդ է ինքը ներսին բաները շատ լավ գիտե ընդհանրապես երբ որ դու ներսի բաները շատ լավ գիտես գուզեն լրացնել քեզ ինչպես պատահեցավ այստեղ ուրեմն շատ շուտ փախցուցին Գեսարիա դարին դարսոն դարին ուր որ իր եղած ծննդավայրներ այն ադեն եկեղեցիները բոլոր Հերաստանի եւ Գալիլեայի եւ Սամարիայի մեջ խաղաղություն ունեցան եւ շինություն ունենային ու դերոջը երկուղը ու Սուրբ Հոգին մխիթարությունով քայլելով գաջեին եւ ահավասիկ Սուրբ Հոգին գործե գաջեին Սուրբ Հոգիով գաջեին դիրոջ երկուղը ունեին մխիթարությունով կքայլեին ուրախությամբ կքայլեին այս է եկեղեցին եւ գաջեին գմեծնային անշուշտ քանագով եւ որագով Սուրբ Հոգի լեցունությամբ եւ նաեւ նոր հոգիներ կանցնեին աջիլ բարը այստեղ նոր հոգիներու մասին է խոսքը հալելույա ժողովուրդ կորձ արաքելոցը պետք է շարունակվի թեր դերը վերջագետ չդրավ այս քիրքին երբ որ քիրքին վերջավորության գահասնենք ցեզ գսեմ մի քանի բաներ գշարունակվի Երանի քեզի եւ ինձի որ մենք եթե մենք այս գործ արաքելոց քիրքին մեջ ապրինք ինչպես որ է քիրքը դերը ցե շատ օրն է իր ողորմությամբ լեցնե սորվեցնե Սուրբ Հոգի առաջնորդությունը խոնարհությունը նվիրեցես դա ցեզի բարգեւեցես այդ հավատքի բարձությունը որտուն անորմով Հիսուսի գործերը կատարես ուր որես օրտությունը լաս քոչորս կողմիներուտ այո հալածվիս ծաղրեն քեզ չսիրեն քեզ բայց Հիսուսի արին նույն բանը քեզ յալ բիդյանեն մի զարմանար ամենագարող Տիրոջ Հոգին քեզ ինձ եւ բոլորիս առաջնորդ է լսենք այս երգը որ մե վերջ կվերակտնենք իրար աչքերի մեջ կտան սամասերներում անվերջ և քո խոսքին հուսացա մաքրություն ես տեսա քո մեջ շնորհ տեսա արդարի ճամփա օգնում ես դու եւ մաքուր սիրտն է որ դե ունի քեզ մոտ դու լսում ես միշտ կանչե կոտրված չես անարգում դու հավետ քո ծառան եմ ես որ միշտ քեզ պաշտեմ ու ծառայեմ քեզ օգնի խոսքիդ մեջ մնալ տեսնել և ուրախանալ արդարի ճամփան օրհնում ես դու և մաքուր սիրտն է որ տեղ ունի քեզ մոտ դու լսում ես միշտ կանչե օգու սիրտը կոտրված չես անարգում դու արդարի ճամփան օրհնում ես դու և մաքուր սիրտն է որ քեզ մոտ դու լսում ես միշտ կանչե օգու սիրտը կոտրված չես անարգում դու
քեզ մոտ դու լսում ես միշտ կանչե օգու սիրտը կոտրված չես անարգում դու արդարի ճամփա օրհնում ես դու եւ մաքուր սիրտն է որ տեղ ունի քեզ մոտ դու լսում ես միշտ կանչե օգու սիրտը կոտրված չես անարգում Հալելույա, դերը չանարգեր զինք պնդրող սիրտը, դերը չանարգեր խոնարը, ընդհագարակը դերը գմոդենա խոնարին, ինչպես եւ քինի մոդեցավ, դերը գկործածե խոնարին, ինչպես Պիրիպոսին կործածեց, դերը մեծ կործեր գնե խոնարին հետ, ինչպես Պողոսին հրավ։ Եղիր տունար այդ խոնարը իր երեսը պնդրող, իր հետ քայլող։ Ամենագարող Աստված կբերեն քո առջև մեր բոլոր ունգընթիրները։ Եվ այս խոսքը, որ մեզ տվիր դու այսօր, եւ գաղութենք, որ քո հոգիով առաջնորդես ամեն մեկս ճշմարիտ ուղիղ այդ ճանապարհի մեջ արդարությամբ, խոնարհությամբ, քո ցայնը լսելով, խոսքդ լսելով, քեզ բադիվ բերելով անտատար եւ միշտ։ Օրտնյալ է քո սուրբ անունը դեր հիմա եւ հավիտյան, փառք եւ բադիվ քեզ միայն ու միայն, դգարները քեզ գբերենք, հիվանդները դեր քեզ գբերենք, ինգածները, ցերկդ երգնցուր եւ բժշկե, անոնք որ վախերեկ անցնին, մտահոգություններ անցնին, դժվարություններ անցնին, ցերկդ երգնցուր եւ բժշկե, որբեսի ովևէ մեկ վախով կամ մտահոգությամբ չլա թե քո օրտնությունները իդ քաշվին։ Հավատքի ջամփան, արդարության ջամփան ավելցուր ամեն մեկուս մեջ Հիսուսի բրգակին անունով հալելույա, ամեն եւ ամեն։ Դերը օրտնեցես, սիրելի քույր եղբայրներ, մենք ժամարջուն գտանք դերը գամի կալչորեք շաբթի, նույն ժամուն նույն ալիքին վրա, օրտնելով օրտնե Հիսուս, օրտնված գիշեր, երեգո կամ օր, նայած ուրեք մեզ գհետևիկ որտեղ են, դերը հետերնիս բարի օրտնված գիշեր բոլորիս ցտեսություն։